Իսկ ես հիմա ուզում եմ խոսել նախագահ Թրամփի մասին։ Գիտեք, նախագահ Թրամփ այս վերջին ժամանակներում 5 միլիոն տրամադրեց, որ Amazon-ի, Apple-ի, Meta, Microsoft եւ Nvidia-ն այս ընկերություններն են, որ այս stock market-ը պետք է action plan, այսպես է AI, Artificial Intelligence-ի action plan պիտի տեղի ունենար, ինքը գիտեր, անմիջապես ինքը գնում այդ stock market-ը, stock-ներն է գնում այս կամպանիների, ինչ որ ձեզ ասացի նախագահ Թրամփին եք տեսնում, եւ իր, գիտեք, նախկին նախագահները բոլորը, երբ նախագահ են դարձել, ինչ որ հարստություն ունեն, այդ հարստությունը տեղադրվում է այն ինչ որ կոչվում է blind trust, այս blind trust-ը այսպես է, որ այսպես կոչեմ կույր վստահություն, մեկ հաստատում են, մեկ կազմակերպություն է լինում, մեկը վերահասու է լինում այդ հարցին, որ նախկին նախարար է եղել, վստահելի մարդ է, նա այդ ժամանակ, որ նախագահները աշխատում են որպես նախագահ, որովհետև չարաշահեն այն առիթներ, որ կստեղծվի, իրենք գիտեն, որ կամպանին կամ որին օրինակի համար Dell կամպանին, որը կոմպյուտեր է ստեղծում, կառավարությունը պետք է իրեն 9.7 բիլիոն կոնտրակտ տար այդ ընկերությանը, նախքան այդ նախագահ Թրամփը գնում է դրա ստակն առնում է, ուրեմն փայատեր է դառնում այդ ընկերության մեջ։ Մեկ ուրիշ, օրինակ United Arab Emirates-ի հետ բիզնեսներ ունեն, այսպես ուրիշ երկիր է սա, եւ սովորաբար, եթե իրենց partner-ը դառնում է նախագահ այս երկրի եւ միշտ գործ ունեն, փոքրիկ երկրները Ամերիկային պետք ունեն, իրանց հովանավորությանը պետք ունեն, ուրիշ հարցեր ունեն, պետք է այս Ամերիկան իրենց համար լուծի, ուրեմն նրանց հետ գնում է partner-ը դառնում, այսինքն փայատեր է դառնում իրենց կապող ընկերությունների, որը չտեսնված է եղել այս երկրում մինչև հիմա, որ ասացի տեղադրում են կույր վստահություն է ստեղծվում, որ իրենք բիզնեսով չզբաղվեն, չօգտագործեն այդ աթոռը իրենց շահերի համար։ Սա ուրիշ երկրներում այսպես էր լինում, բայց ամենայն դեպս հիմա նախագահին այդ են մեղադրում։ Ես ուզում եմ հիմա ցույց տալ, մեկ տեսնեք, որ այս աշխատանքը ինչ որ կատարվել է, լրատվական միջոցները կատարել են, ես այստեղ հիմա ձեզ ցույց տամ, որ տեսնեք ինչ է բողոք։ Նախագահ Թրամփը նախքան որ նախագահ դառնա 2024-ին եկամուտ է ունեցել, միլիարդատեր է, ամենայն դեպս 622 միլիոն դոլար եկամուտ է ունեցել։ Իսկ 2025-ին, որ հունվարի 20-ից մինչև դեկտեմբերի 2025-ը մի տարից 20 օր պակաս 2.2 բիլիոն եկամուտ է ունեցել, մոտարապես մի քիչ, քան թե 4 անգամ ավել գումար կարողացել է ձեռք բերի, քան թե ինչ որ իրեն հարցնում են, որ ինչպես եղավ, այսքան գումար որտեղից եկավ, եթե դու ուրեմն աթոռից, որտեղ այդ աթոռը զբաղեցնում ես, գիտես, ուրեմն այդպես աշխատանք է ստանում քեզ համար, ասում են, չէ, stock market-ը բարձրացել է, բայց ոչ մի մարդ այսպես 4 անգամ իր եկամուտը չի բարձրացել կամ հարստությունը։ Այստեղ տեսնում եք որոշ ընկերությունները, World Liberty Financial, տեսնում եք այստեղ World Liberty Financial-ը 2024-ին 57 միլիոն եկամուտ է ունեցել այս ընկերությունից։ 2025-ին, որ նախագահ է դարձել 799 միլիոն, պատկերացրեք 16 անգամ կամ 15 անգամից ավել եկամուտ է ունեցել։ Այստեղ տեսնում եք իրեն տարբերությունը, տեսեք 742 միլիոն ավել եկամուտ է ունեցել, քան թե երբ որ նախագահ չէր։ Թրամփ
այսպես տեսնում եք memo coin ինքը այսպես կոպեկների նման պատրաստել է 636 միլիոն վաճառել է եւ նախագահ չէր այդպես չուներ այսպես տեսնում եք տարբերությունը ինչ որ կա այստեղ Mar-a-Lago ինքը resort ունի Ֆլորիդայում 2024-ին որ նախագահ չի եղել 50 միլիոն եկամուտ է ունեցել որ նախագահ է դարձել գիները բարձրացրել ամենը 77 միլիոն եկամուտ այսինքն 27 միլիոն առավել եկամուտ է ունեցել Trump International տեսնում եք Golf Club ունի 110 միլիոն եկամուտ ուներ նախքան ինքը նախագահ իսկ երբ նախագահ է դարձել 122 միլիոն երբ նայում ենք ընդհանուր այստեղ տեսնում եք 2.2 բիլիոն եկամուտը ինչ որ կարողացել է շահել իր համար դեռ իր երեխաները նաև որ իրեն այդ partner են այդ հարցերը չենք որտեղ նրանք կառավարության աշխատող չեն եւ ինչ որ առիթ ստեղծվել են նրանք բիլիոններ փող են կարողանում հիմա գումար շահել անհավատալի հարյուրավոր միլիոն որ գումարում է տղաների այդ հարստությունը բիլիոնի հասնում են նրանք նաև իրենց եկամուտը տարօրինակ բարձրացել են իսկ հիմա իր դուսրը եւ իր փեսան ես հիմա ուզում եմ ցույց տալ Ալբանիայում մեկ տարածք են այնտեղ գտնում իր փեսային եք տեսնում եւ իր դուսրը որ դուսրը իրեն իհարկե տավանափոխ է եղել հրյա է դարձել ինչպես որ փեսան է եւ Ալբանիայում այնտեղ resort են ուզում սարքել աշխատանք են ուզում կատարել գիտեք այս երկրները Ալբանիան ամենաաղքատ երկրներից Եվրոպայի մեկն է եւ ցանկություն ունի Ալբանիան միանա Եվրամիությանը եւ Եվրամիության մեկ այդ ազդակներից եթե ուզում եք միանալ պետք է աշխատեն կաշառակերության կոռուպցիայի դեմ աշխատանք պիտի տարվի ամենայն դեպս այնտեղ ամենագեղեցիկ տեղը ծովի մոտ հողատարածք են գնել եւ ուզում են որ այդ իրենց հոթել ռիզորտը այնտեղ Ալբանիայում սարքեն որ ես հիմա ուզում եմ ցույց տալ ժողովուրդը դուրս են եկել տեսեք ինչ է տիրում այսօրվա դեպքերն է ինչ որ Ալբանիայում տեղի ունենում խոշոր ցույցեր որտեղ այդ Ջերեդ Քուշներ եւ իր տեսնում եք այս ֆլամինգոն եք տեսնում ֆլամինգոները այդտեղ տեսնում եք գիտեք ռևոլյուցիոններ տեղի ունեցավ ուրիշ անվանների տակ այդ արևելյան Եվրոպայի նախկին սովետական միության երկրների այստեղ տեսնում եք վարչապետին ասում են որ թողնի հեռանա այստեղ պահանջում են իրեն որ թողնի տեսնում եք ինչ է այդ տարածքներն ինչ որ ժողովուրդը բողոքի տարածքն ինչ որ ուզում են աշխատեն այդտեղ wildlife reserve այսինքն կենդանիները այդտեղ էին լինում ֆլամինգոներն են լինում հիմա որ պիտի կառուցեն դա վերանալու է ժողովուրդը բարգացած է կարծում եմ որ կաշառք է վերցրել նախ վարչապետը եւ դրա համար ցանկանում են որ անպայման հրաժարվի այս կառավարական ղեկավարը եւ դադարեցնեն այդ տեսնում եք սրա դեմ է ինչ որ տեղի է ունենում ինքը այսպես ասում է վարչապետը ասում է որ սա գեղեցիկ տարածք է լինելու քաղաքացիների համար եւ այսպես ինքը ովանավորում է որ լինի բայց ժողովուրդ դուրս է եկել ասում են պետք է հրաժարվի այս իրենց ղեկավարը երկրի ղեկավարը այսպես բողոքները միլիոնավոր մարդ դուրս է եկել բողոքի տեսնում եք տարածքն է եւ այսպես Եվրամիության ղեկավարությունը 1.4 բիլիոն ուրեմն real estate venture ինչ որ տեղի ունենում Եվրամիությունն է ինչ որ պահանջում է որ եթե Ալբանիան որովհետև դիմում են ներկայացրել տեսնում եք ժողովուրդը ասում է վարչապետին բան պետք է տեղադրեն եւ այսպես Եվրամիությունը
ասում է որ պետք է ժողովրդի հետ լուծում գտնի այս ղեկավարը, Ալբանիայի ղեկավարը, եթե ոչ ավել կդժվարանա, որտեղ մինչև 2027 թիվ տևելու է, որ Եվրամիությունը պետք է ամեն ինչ ուսումնասիրի, փոփոխություններ կատարվի երկրում, որպեսզի Ալբանիան կարողանա միանա Եվրամիությանը, ուրեմն նրանք ասում են, որ կարող է սա խոչընդոտ լինի, որ չկարողանա միանա։ Եվրոպայում բոլոր երկրները գիտեք Եվրամիության անդամներ են, վերջին երկրներ, որտեղ չեն միացել Ալբանիան, աղքատ երկրներից մեկն է Ալբանիայի, Եվրոպայի, եւ աղքատ երկիրը երբ որ միանում է այնտեղ, այդ բեռը լինում է մյուս երկրների վրա, որ հովանավորեն, օգնեն, որ երկիրը կարողանա ճիշտ հունի վրա լինի, կարողանա այսպես աշխատանք, աշխատատեղի լինի եւ ուրիշ հարմարություններ լինի, դրա համար Եվրամիությունը առաջարկներ ունի, որ ինչ փոփոխություն պիտի մտցնեք, որ կարողանաք միանալ։ Ես պիտի դադարեցնեմ, երբ վերադառնամ Տաթարից հուլիսի 4-ի ճամփորդում են ժողովուրդը, դրա մասին խոսեմ, ծրագիրը հովանավորում է Երևան Post, հովանավորում է ծրագիրը։ Երևան Post-ը առաջարկում մի pound օթանավով, եթե ծանրուց ունեք Հայաստան ղրգելու, օթանավով ընդամենը $2.99 է, իսկ նավով ծանրուց ունեք մեկ ծանրուց հանձնեք իրենց, միահավասար ծանրոցը երկրորդը անվճար կարող եք Հայաստան ղրգել, Երևան Post-ը գտնում եք Granada Hills քաղաքում։ Նաև դրամ կարող եք փոխանցել, դրամը 1% է, դոլար փոխանցեք տարբեր կլինի, ուրեմն դրամ փոխանցելիս 1% են պահանջում։ Նաև եթե Հայաստան պիտի տեղափոխվեք, կամ ձեր ազգականի համար, այստեղ տեսնում եք dishwasher կամ լվացքի մեքենա կա եւ ահա այս բոլորը մահճակալ եւ ինչ որ պիտի ուղարկեք, կարող եք հանձնել Երևան Post, որ Հայաստան տանեն ձեր ազգականին, կամ դուք եթե պիտի տեղափոխվեք Հայաստան, կարող եք հանձնել իրենց։ Ծրագիրը հովանավորում է Court Furniture-ն հովանավորում ծրագիրը Central-ի Մրթել փողոցի հատման կետում է Գլենդելում, իսկ 405 freeway եւ Euclid փողոց, Orange County-ում, Santa Ana-ում, Ամերիկայում խանութներ ունի Court Furniture-ը եւ որը քաղաք գնում եք, կարող եք տեսնել որտեղ է գտնում Court Furniture-ը, նոր մատրես եթե պիտի գտնեք, գրասեղան սեղանաթոռներ Court Furniture-ից կարող եք վերցնել։ Շահին թուրն է հովանավորում ծրագիրը, Ժապոնիա թուրը կազմակերպել դեպի Ժապոնիան հոկտեմբերի 4-ից 13-ը տեսնում եք 10 օր, 10 գիշեր, 11 օր է լինում, $3790։ Զանգարեք հավելյալ տեղեկությունների համար։ Ժապոնիան մի երկիր է, որ ես կխրախուսեի ամեն մարդ հայ գնար Ժապոնիան տեսներ հարգանքը ինչ որ մեկը մյուսի հանդեպ, հարգանքը դեպի ծնողը, այդտեղ շատ Երևան է գալիս տեսնել հարկավոր է։ Ծրագիրը հովանավորում է Մարգանյան փաստաբանական գրասենյակն է հովանավորում ծրագիրը։ Եթե դուք վարձակալ եք, վարձել եք մեկ ապարտման, վարձել եք մեկ առանձնատուն, վարձել եք, պետք է մաքուր լինի, բնակելի լինի, մրջուն չպիտի լինի այդտեղ, մուգ չպիտի լինի, բարան բացում եք միջատները չպիտի կնան կան, եթե այդպես է, ձեզ պիտի հատուցում տան, դուք ոչինչ չեք վճարում, Կալիֆորնիայի որևէ քաղաքում, որևէ տարածքում ապրում եք, կարող եք զանգարեք այս հեռախոսահամարին եւ եթե ինքը հաջողի գումար վերցնի ձեզ համար, հետո իրեն կվճարեք, նախապես ոչ մի գումար չեք վճարում, խորհրդակցեք կվերադառնա։ 1776 թվականի հուլիսի 4-ին այս երկիրը անկախություն հռչակեց։ Այդ ժամանակ եթե անգլիացիների հետ խնդիրներ ունեցան եւ հայտարարեցին, բայց եւ այնպես հիմա այս տարի 250-րդ այդ անկախության հռչակելու տարեդարձն է, 250 տարի անցնում է այդ թվականից։ Եվ այսպես է, որ ես այստեղ ուզում եմ ցույց տալ, մարդիկ բոլորը ճամփորդում են իրենց ընտանիքների հետ լինեն, այսպես տեսնում եք օդանավակայանները
շատ զբաղված են այս ժամանակահատվածում, տեսեք երկար շարքեր է, դրա համար եթե պիտի գնաք օդանավակայան, ժամանակից մի քիչ շուտ գնացեք, որպեսզի դժվարություններ չունենաք, ամենտեղ խճողված է լինում փողոց եւ այլն, եւ հիմա շատ շոկ է արևելյան շրջաններում գնացքը անգամ տանդաղ է գնում, որպեսզի շատ դժվարություն չունենան, այսպես տեսնում եք ամենտեղ զբաղված է, ուրեմն նախապես ծրագրեք այդ ձեր ճամփորդությունը այստեղ տեսնում եք ճամփորդում են մարդիկ holiday travel 72 միլիոն մարդ այս ժամանակ ճամփորդելու է որտեղ օդանավի տոմսակը դա 72 միլիոն ընդհանուր ժողովուրդներ բայց օդանավով այս տարի տոմսակը շատ ավել թանկ է քան մյուս տարիները $517 որովհետև բենզինի հետևանքով բենզինը դեռ գինը չի իջել այստեղ տեսնում եք ճամփորդներին եք տեսնում օրինակ ճամփորդում են գիտեք ամեն տարածքներ գնում են եւ դրա համար է որ դուք ժամանակից շուտ գնացեք 61 միլիոն մեքենայով են ճամփորդում հերցը ասում է որ ամենա pick-up truck-ի համար ամենա իրեն զբաղված օրն է լինելու որ մարդիկ բարձել են truck են բարձել իրենցից իսկ բենզինը մասամբ իջել է իհարկե միջին ամերիկայի բենզինի գինն է $3.79 Կալիֆոռնիայում միջին գինը $5 եւ 23, 43, 53 կամ 79 سنت կարող են լինել միջին գինից Ամերիկայի այստեղ $1.80 سنت, $2 ավել թանկ է լինում։ Նախագահը բողոքում է այս հարցին, ասում է մի տակառ նավթը իջել է նախքան Իրանի պատերազմի մոտավորապես այն համավասար է փետրվարի 28-ին հրաման տվեց նախագահ Իրանի վրա արձակվեն հետո բենզինը նավթը թանկացավ այսպես տեսնում եք որոշ տարածքներում տեսեք Ինդիանա $3.10 سنت է մեզ մոտ ասացի $5.5 բենզինն է որովհետև այստեղ ամառը որ լինում է հեղուկներ են ավելացնում որ մեքենան ավել քիչ սուխանի բայց դժբախտաբար այստեղ նավթի ընկերությունները շատ ժիր են նախ որ 8 զտարան այստեղ կա մեկն էլ մոտիկ է որ դա էլ չլինի դրսից բենզին պիտի բերեն եւ որովհետեւ շատ քիչ մրցակցություն կա ստիպված չեն տեսնում գինը իջեցնելու դրա համար նաեւ նախագահ Թրամփը բողոքում էր որ նավթը եկել է նախապես ինչ որ գին ուներ իսկ բենզինը չի իջնում մարդկանց վրա ճնշում կա եւ իհարկե նավթի ընկերությունները այնքան զոր են կարևոր չի ով ինչ է ասում իրենք ինչ որ ուզում են այդ են անում ինչ որ տարիներ արել են այդ գործը ես ուզում եմ խոսել նոր ընկերություններ գերմանական երկու ընկերություն այստեղ սկսել են խանութներ բանալ գիտեք այստեղ Aldi խանութը գերմանական է աշխարհով մեկ ունի Հայաստանում նաև խանութներ ունի Aldi-ն եւ հիմա Ամերիկայում աշխատում է ավելացնի այդ խանութները Aldi սովորաբար եւ Lidl անունով մեկ ուրիշ ընկերություն սրանք ճոք կամպանիներ են կապ չունեն իրարու կապ չունեն երկուսն գերմանական են երկուսն էլ այստեղ սկսել են Aldi-ն շատ խանութներ է բացել արդեն 2028 խանութ այսինքն այդքան բացել է խանութներ է բացել եւ որոշել է 500 ավել սուպերմարկետներ բացել այս մեկը որ մրցակից է Գերմանիայում նաեւ 187 հատ է բացել չի ավելացնում որովհետեւ այստեղ մրցակցություն շատ կա այսինքն այս սուպերմարկետի մրցակցություն շատ կա իհարկե այս ընկերությունը ինչ որ Aldi-ն պատկանում է իրեն նաև խանութներ ունի այստեղ որ դուք երևի Trader Joe's-ը պատկանում է նույն կամպանին ինչ որ այս մեկն է իսկ իրենց հաջողությունը ոմանք ասում են 8.5%-ով ավել էժան է գինը
քան թե ուրիշ սուպերմարկետներ, որ գնում եք, որովհետև իրենք տուփերը բերում են միան կտրում են, տուփը տնում են, տուփից աշխատող չեն տնում, որ ապրանքները ամենը շարի, այդ ցուցափեղկերի մեջ շարել ինքը մարդ պետք ունի այդքան։ Տուփով բերում են տնում են, ժողովուրդը այդտեղ վերցնում է։ Հիմա ես պիտի ցույց տամ, դուք տեսնեք ինչ է կատարվում, այսպես իրենց տարբեր խանութներն եք տեսնում, տարբեր տեղեր խոսում են մասին, մարդիկ գնում են, տեսնում եք նոր խանութներ են բացանում, ալդի տեսնում եք եւ ժողովուրդը որտեղ բացվում է գնում են այնտեղ եւ ինչ ասացի 2500 Ամերիկայում խանութ ունի 500 առավել պետք է ավելացնի մինչեւ 2000 մյուս տարի եւ Ամերիկայում ինվեստ են նայել ալդին $9 բիլիոն որպեսզի այս խանութները առավել բացանեն ասում եմ մենք հեշտությամբ մեր խանութից հեշտությամբ են կարողանում եւ մարդիկ գիտեն մեր գիները քիչ է դրա համար մեզ են դիմում շատ գալիս են այս խանութները երբ համեմատում ենք նույն նմանատիպ խանութները ալդին ավել էժան է եւ ամերիկացիները դրա համար գիտեք ամեն մարդ ցանկություն է ավել էժան նույն ապրանք ավելի էժան ձևով գնի ինչ որ ասացի 8.5%-ով ավելի էժան է Walmart որ աշխարհի ամենամեծ սուպերմարկետն է որ Կալիֆոռնիայում մեզ մոտ Գլենդելում չկա բայց Բերբանկում խոշոր Walmart կա ասացի ամենաաշխարհի մեծ սուպերմարկետն է Walmart-ը եւ 8.5% թվում է ավելի էժան է Costco-ն եւ այսպես տեսնում եք եւ BJ's սուպերմարկետ կա 21%-ով, ասում են նաև Walmart-ից կարող է ժան լինի։ Ամենայն դեպս այստեղ եթե նայեք, տեսեք տուփերով բերում են նախ որ Trader Joe-ն նույն կամփանին է, գիտեք այս ընկերությունները Trader Joe-ն օրինակ չոկլետը մի գործարան է Trader Joe-ը չոկլետի գործարան չունի մի գործարանի գնում են դիմում են ասում են եթե այսքան իմ անունով չոկլետը նույն չոկլետը կարող է այդ կամփանին ինքն էլ է արտադրում բայց որ իրեն անունով է լինում այդպես ճանաչված օրինակ չի կամ bathroom-ի թիշու կա գնում են ասում են մեր անունով Costco-ում գնում եք տեսնում եք կողքի թիշու է դրված որ նույն ընկերությունը կարող է այդ տարբեր անվան տակ արտադրանք տեսեք այս տուփերի մեջ միայն կտրում եմ որ դուք կարողանաք վերցնել չեն շարում այդ աշխատանքը քիչացնում են ավել քիչ աշխատող կա խանութի մեջ համեմատ ուրիշ խանութների տեսնում եք այդ տուփերից չեն հանում դուք պետք է միջից հանեք տանեք դրա համար ասում են մեր մոտ այսինքն այս ընկերությունները ասում են դրա համար մեր ծախսերը քիչ է մենք նաև ավել քիչ գնով ենք առաջարկում, քան թե ուրիշ խանութներ, այսպես տեսնում եք, ինչ շատ մրցակցություն լինի, շահում է հաճախորդը, ավելի էժան է լինելու հաճախորդի համար։ Kroger նրանք նաև մեծ ընկերություններ են, որ ավել թանկ են, քան թե ինչ որ Trader Joe's, Aldi, դրանք ավել հաճախ էժան են լինում։ Ես պիտի տաթար վերցնեմ, երբ վերադառնամ տաթարից շոկ է, շատ շոկ է, դրա մասին խոսեմ, իհարկե Արևելյան նահանգներում, ծրագիրը հովանավորում է, դոկտոր Թավանսի հովանավորում է ծրագիրը, աչքի վիրահատող բժիշկ է, եթե ագնոցի կարիք ունեք Գլենդելում կամ Ջուրեհոսում, բոլոր այդ հարցերով կարող եք իր գրասենյակները գնալ, Գլենդելում գտնվում է Jackson եւ Colorado փողոցի ճիշտ հատման կետում է գտնվում, նաև Glendale Avenue, Colorado, Jackson հատում են իրար այդ կետում։ Ծրագիրը նաև, այսինքն իրեն գրասենյակ նաև ունի Orange County-ում գրասենյակ ունի, տեսնում եք այստեղ գրված է Costa քաղաքում, որևէ տեղ Orange County-ում ապրում եք շատ հեշտությամբ կարող եք այստեղ գնալ հանդիպել մասնակետին եւ
իր խորհրդակցեք աչքի համար որևէ խնդիրներ ունեք։ Ծրագիրը հովանավորում է Pizza-ին հովանավորում է ծրագիրը, իրենք առաջարկում են, եթե մի պիցա օրդեր անեք, որևէ չափի օրդեր անեք, համահավասար պիցան երկրորդը 50% զեղչ չեն առաջարկում։ Հեռախոսը համարը գրված է, զանգահարեք։ Ծրագիրը հովանավորում է նաև դոկտոր Parker Ջահանգիրն է հովանավորում ծրագիրը, եթե ալերգի եւ ասմայից տարապում եք, զանգարեք այս հեռախոսը համարին։ Գլենոքս փողոցի վրա է գտնվում, Գլենդելում։ Իսկ նաև ծրագիրը հովանավորում է Serve Pro ընկերությունն է հովանավորում։ Եթե հրդեհ է տեղի ունեցել ձեզ մոտ, եթե ջուրի հետևանքով վնաս է հասել ձեր շենքին, բոլոր այդ հարցերով կարող եք սրանք պրոֆեսիոնալ այդ աշխատանքն են միայն կատարում։ Սա այդպես չի, որ մեկին կանչեք ու մաքրի, այդպես չի, սրանք պրոֆեսիոնալ այս մասնագետն են այս հարցերի, եւ նաեւ եթե դուք նոր ձեր բնակարանը նորոգերեք, նոր շենք եք կառուցել եւ մաքրելու կարիք ունի, այնտեղ բետոն կա, կոնկրիտ կա, ուրիշ մաքրման համար, պրոֆեսիոնալ մաքրման համար զանգարեք այս հեռախոսի համարին կվերադառնա։ Ամենտեղ շոկ է, նաև Եվրոպայում Alps, այս սարերի վրա այնտեղ ձյուները հալվել են, դժվարություն է ստեղծել։ Նյու Յորքում 100 աստիճանից ջերմությունը բարձր է, temperature 100 աստիճանից ավել բարձր է, արևելյան նահանգներում հիմա դա միայն այդտեղ չի, նաև այսպես շոկ է Վաշինգտոնում, Ֆիլադելֆիայում, բոլորը այսպես են։ Իսկ հիմա խնդրեմը սա է, որ օրինակ Նյու Յորքում մարդիկ գնում են օվկիանոսը, ամենահարմար տեղն է, բավել հով է լինում, այդքան շոկ չի լինում, բայց վերջերս շնաձուկը հայտնաբերվել է Նյու Յորքում եւ ասում են շատ մի մտեք ջրի մեջ, ժողովրդին առաջարկում են չմտնեն ջրի մեջ, բայց ոմանք մտնում են այսպես տեսնում եք։ Ես հիմա ուզում եմ ցույց տալ այդ վիճակը ինչ որ տիրում է Ամերիկայում, Վաշինգտոնում եք տեսնում, սեղաններ, աթոռները ինչ արել, ծերնարկ պիտի լիներ, այնքան շոկ է քանսել են անում որոշ ծերնարկները, իհարկե գիտեք այս ատեսում եք շոկից անձը պրոբլեմը ունեցել, իրեն տանում էին եւ հիվանդանոց ոմանց տարերն են եւ ոմանք տուն են տարել այս շոկը այնքան տաք է ջերմությունը բարձր է ամենտեղ այսպես տեսնում եք աշխատողները պրոբլեմ են ունենում տեսնում եք fire department-ը պիտի գնա մի օրվա համար 4300 հեռախոս է լինում օրինակ 5000 է ավել հեռախոս այստեղ այս երեխան մրցության պետք է ինքը բացում աներ այնքան շոկ է այստեղ տեսնում եք երեխան մասամբ ուզում է վայր ընկնի մեկ այդ մրցակիցներից այդ անձնավորություններից գրկում է իրեն եւ տանում է որ ավել մի տեղ որ մի քիչ հով լիներ իրեն հասցնում այնտեղ այդ երեխային որ խնդրեմ չունենա 11 նահանգ 100 աստիճանից ջերմությունը ավել բարձր է քան թե 100 աստիճան այստեղ տեսնում եք բոլորը ծովափ են գնում բայց պետք է ուշադիր լինեն որ խնդիրներ չլինի հիմա որպեսի արևելյան նահանգների մեր դիտողները տեսեք ինչ է տիրում ինչ որ մանուշակ եք տեսնում extreme heat անգամ առաջարկում են որ արևի տակ չմնան օրինակ Բոստոնը այդպես է Նյու Յորքը այդպես է Վաշինգտոնը Նորֆոլք Վիրջինիա այդպես է մնացած տեսնում եք տեղինները խրախուսում են որը հյուսիսային Քարոլայնա այդպես տեսնում եք տեղինով այսինքն շատ այնտեղ նաև շոկ է բայց մանուշակները շատ շոկ են այդ Detroit, Michigan, տեսնում եք այս է ընդհանուր պատկերը Ամերիկայի
Եվ եթե դուք այդ տարածքներում ապրում եք, նկատի ունեցեք, որ անգամ գիշերը նաև շոկ է լինելու, մինչև ժամը 10 որոշ տեղեր անտանելի է 80 աստիճանից բարձր է մնում, գիտեք շատ գիշերվա համար շատ շոկ է։ Պատճառը այսպես է, որ hazy, hot, humid եւ նաեւ խոնավ է, երբ որ գիտեք թե շատ շոկ է եւ թե խոնավ է, անձը չի կարողանում լավ շնչի, հանգիստ չի, ապակա 3 օր այսպես է լինելու։ Այսինքն տեսեք ջերմությունը հիմա տեսնում եք ուրբաթ, շաբաթ եւ կիրակի։ Ուրբաթը ամենաշոկ օրն է լինելու, տեսնում եք օրինակի համար Վաշինգթոնում 111 աստիճան է, պատկերացրեք 45 սանտիգրադ է, շաբաթ օրը 44 սանտիգրադ է, այստեղ տեսնում եք նաև Ատլանտա 101 է, այսինքն 40-ից մի քիչ է, Little Rock, Arkansas 104-105 եք տեսնում, Little Rock ուրեմն 40 եւ 41 աստիճան սանտիգրադ է լինելու։ Այդ տեսնում եք 40 եւ ավելի է այս բոլոր տարածքները, որը սովորաբար այդպես չի լինում։ Իսկ ուրբաթ օրը տեսնում եք ուրիշ տարածքներ նաև տեսնում եք մեր մոտ, այսպես Լոս Անջելես 77 է, որ սովորականից 10 աստիճան ավելի քիչ է, Գլենդելում 80 մի քանի աստիճան է լինելու, այստեղ տեսնում եք Լաս Վեգասում 103 աստիճան է լինելու, որ 40 սանտիգրադ է, եւ Ֆինիքս, Արիզոնա 41 աստիճան սանտիգրադ կամ 106 Ֆարենհայթ է լինելու, ուրեմն վաղը ամենաշոկ օրն է լինելու, ամենայն դեպս վաղ ասելով ուրբաթ օրերը նպատակ, որտեղ այս ծրագիրը վաղ կրկնվի կեսօրին։ Ամենայն դեպս ընդհանուր շաբաթ օրվա մաքսիմումներն եք տեսնում, տեսեք ավելի մեղմ է, քան թե մյուս օրերը, եւ հիմա նաեւ շաբաթ օր նրանք, որ Վաշինգթոնում են, Փիթսբուրգում են, Նյու Յորքում են, փոթորիկները տեղի ունենալու։ Դա էլ նկատի ունեցեք այդ տարածքներում փոթորիկ սպասվում է այս տեղինով, ինչ որ տեսնում եք փոթորիկ է տեղի ունենալու, եթե այդտեղ եք բնակվում։ Ես պիտի վերցնեմ, երբ վերադառնամ փարքինգի համար, տեսնեք ինչ է, գնում եք մեքենա փարք անեք, ամփերատար եղեք, ուրիշ տեղ գտնեք, որովհետև չգիտեք ինչ է պատահելու։ Այս ծրագիրը հովանավորում է Hollywood Piano-ն է հովանավորում ծրագիրը, տաշնամուր գնելիս վարձելիս այցելեք Hollywood Piano։ Hollywood Piano-ն 1928 թվից 98 տարի աշխատում է եւ ցես տաշնամուրը առաջարկում ամեն տեսակ, որևէ աշխարհում որևէ երկիր տաշնամուրը արտադրում իրենք ունեն։ 600 տաշնամուր կգտնեք այդտեղ երկու հարկի մեջ, ամերիկյան տաշնամուր, նաև գերմանական, Չեխ Ռեփուբլիկի տաշնամուր, նաև ժապոնական, չինական, կորեական, ամեն տեսակ տաշնամուր կգտնեք այստեղ։ Ռաֆիզ Մարքետն է հովանավորում ծրագիրը։ Ռաֆիզ Մարքետ ձեզ է առաջարկում պատրաստի ճաշ, եթե դուք ժամանակ չունեք պատրաստել, նաև հաց են թխում այնտեղ, թարմ հաց կարող եք վերցնել։ Ծրագիրը հովանավորում է Անրե Ղարիբյան փաստաբանն է հովանավորում ծրագիրը։ Եթե հրդեհ է տեղի ունեցել ձեր տանը կամ ձեր բիզնեսում, եթե նաև ակսիդենտ եք ունենում, կարող եք զանգարել այս հեռախոսահամարին, կվերադառնա։